Դավայ։ Բարև ձեզ։ Դե ինչ, այն զարգացումները, որոնց մենք ականատեսենք այս մի քանի օրվա ընթացքում, ակնհայտ ցույց են տալիս, որ այն process-ները եւ այն վտանգները, որի մասին մենք զգուշացնում ենք, խոսում ենք, իրենք հետեւողականորեն իրականացվում են իշխանությունների կողմից։ Նախ խոսենք Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթացների։ Արձանագրում ենք, որ ոչ մի կարմիր գիծ, ոչ մի բարոյական, ոչ մի մարդկային, ոչ մի ընդհանրապես սահմաններ էլ իշխանությունը չի ճանաչում եւ քաղաքական նկատառումներով հետապնդումները շարունակվում են։ Շարունակվում են սարսափելի տեմպերով, որովհետեւ այն մարդկանց, ում այսօր ձերբակալում են, բերման են ենթարկում, քաղաքական առումով, չնայած վերագրում են ինչ-որ բիզնես ոլորտի, բայց ներողություն էլի, ոչ մեկ էլ երեխա չի սաղել, հասկանում են, որ քաղաքական նպատակներ այս ամենը հետապնդում, խեղաթյուրում է եւ քանդ ու քարափ է անում այն ամենը, ինչ առհասարակ ընկած է ինչու ոչ ներհասարակական եւ ներքաղաքական գործընթացների հիմքում։ Առհասարակ լկտիությունը դարձել է մի տեսակ, գիտեք, հայկական քաղաքական պսևդոքաղաքական կամ եթե կցանկանաք կյանքի անբաժանելի մաս Ծառուկյանի, գիտեք, այս кейսը ինքը ամենաակնհայտ, ամենաուղիղ, ամենացայտուն օրինակն է, թե ինչպես կարելի է մի մարդու, ով իր ամբողջ կյանքի ընթացքում կառուցել է, ով օրինակ նույն հայկական սպորտը ուղղակի սենց հանել է ոտքի եւ դարձրել է այնպիսի մրցունակ հայկական սպորտը, որ ինքը իրականում ամբողջ աշխարհով մեկ թնդում է։ Բիզնես ոլորտի հետ կապված։ Գիտեք, ես չեմ ուզում հիմա տպավորություն թողնեմ, թե կրկին փորձում ենք հազար անգամ ասված իրողությունը փորձել բացահայտել, որովհետև բացահայտելու բան չկա, բոլորն էլ գիտեն, որ յուրաքանչյուր ոլորտ, որտեղ ներգրավված է եղել Գագիկ Ծառուկյանը, այդ ոլորտը ծաղկել է։ Չկա ուրիշ ինչ-որ մի բան, որ կարելի է բերել եւ հակադարձել այս պնդմանը։ Երբ որ փորձում են Արարատ ցեմենտի դարպասի մասին խոսել, ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչ մակարդակի պետք է իջնի առհասարակ դիսկուրսը, որ խոսան մի հիմնարկի դարպասի մասին, որը ապահովում է հիմնարկի գործունեությունը։ Հայաստանի Հանրապետության առհասարակ շինարարության, ամբողջ Հայաստանով շինարարության զարգացումը։ Եվ այո, իսկական բիզնեսմենը կամ այն մարդը, որը հետաքրքրված է զարգացնելու, բիզնեսը, ինքը ամեն ինչի վրա իհարկե ուշադրություն է դարձնում, բայց առաջնային ուշադրություն է դարձնում թե աշխատակիցների, թե օրինակ սարքավորումների, նոր որ ավելի արդյունավետ լինի։ Չնայած ես հատուկ տես դարպասն էի նայում, ես չեմ հասկանում ինչը դուր չեկավ դարպասի մասով։ Սա սենց որպես ակնարկ։ Ծառուկյանի кейսը ակնհայտ ցույց տվեց հայկական այսպես կոչված պսևդո իրավապաշտպանական, կրկնում եմ պսևդո, բոլոր իրավապաշտպաններին չի վերաբերվում, այն իրական իրավապաշտպաններին խորին շնորհակալություն, բայց 99.9%-ը ցույց տվեցին իրենց սնանկությունը եւ ցույց տվեցին, որ իրենք ընդհանրապես իրավապաշտպանության հետ կապ չունեն։ Խի ձեն չեք անում, խի չեք խոսում։ Խի չէ ակնհայտ է, չէ, որ մարդուն քաղաքական նպատակներով այսօր կատաղի ճնշման տակ են գցել, բայց ձեն հանեք, թե գրանտերը չի եկել դրսերից, թե USAID-ին փակվեց օրինակ եւ USAID-ին օրինակ գումար չի հատկացնում ձեզ օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքը պաշտպանելու համար։ Գիտեք, սա վերաբերում է ընդհանրապես այն շինծու համակարգին, որը ձևավորվել էր Հայաստանում եւ որը իբր ակտիվ քաղաքական հասարակություն էր կոչվում։ Կամ նույն Ծառուկյանի թեմայով, գիտեք, այն որ հասկացան, որ ըստ երևույթի քննչականում հասկացան, որ այդ իրանցիների պատմությունը, այսինքն այն մեղադրանքը, որով Ծառուկյանին այսօր ձերբակալել են, ինքը ակնհայտ հիմարություն է, ապուշություն է, դատարկություն է, եւ այդտեղ ոչ մի, կոպիտ ասած, հենք չկա, որ Գագիկ Ծառուկյանին պահեն բանտարկության մեջ, միանգամից ինչ-որ բան են մոգոն է,
Շո նոր գործեր են մոգոնել, չգիտեմ, հա, ես նույնիսկ այդ գործերի էության մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև ակնհայտորեն քաղաքական բնույթ է կրում։ Գիտեք, սա կլիներ շատ չեմ ուզում ասեմ ծիծաղելի, շատ զվարճալի այդ իրանց այդ սա գործողությունները, եթե չլիներ այսքան տխուր, որովհետև այն գործընթացները, որոնք Ծառուկյանի հանդեպ եւ այն շինծու գործերը, որոնք իրականացում են Ծառուկյանի հանդեպ, իրենք ակնհայտ ցույց են տալի իշխանության սնանկությունը։ Սնանկ են, այո, սնանկ են, իրականում սնանկ են, ինչի եք հասնելու այս ամեն ինչով։ Դե լավ, իդ ինչ արեց Ծառուկյանը, որ տենց ամբողջ իր համակարգը, ամբողջ տնօրեններին իր հիմնարկների, տանիք են մտել, չգիտեմ ինչ էր անում, իդ ինչ էր արել, որ հանրային համերաշխության էր կոչ անում, որ կոչ էր անում ուշադրություն դարձնել նրա վրա, որ թուրքերը ու ադրբեջանցիները աշկ ունեն Հայաստանի վրա։ Հանրային համերաշխության մասին, այդ ինչից եք վախենում։ Ինչի եք վախենում հանրային համերաշխությունից։ Հասկանում եք, երբ որ այս ամենը համադրում ես, հասկանում ես, որ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողը դա ոչ միայն վրեժխնդրություն է, կամ ոչ այդքան վրեժխնդրություն է, սա հստակ ծրագիր է։ Եվ այդ ծրագրի շրջանակներում բոլորի տուն սա ուղղակի կամ անուղղակի այս խնդրեմը ինքը գալու է։ 10,000-ից ավել մարդ է կանանց աշխատանքի թողը։ Հիշում եք, չէ, ասում եք, ընենց է կանելու հացին կակա են ասելու հարուստները, ես ձեզ եմ ուղղակի մեջբերում։ Իսկ հիմա հացին կակա են ասում այն տասնյակ հազարավոր մարդիկ, ում դուք անգործ թողեցիք։ Ուղղակի բացում ես ադրբեջանական եւ թուրքական մամուլը, ապշում ես հրճվանքից, որքան են հրճվում, ուրախանում, որ Ծառուկյանին բռնել են։ Մարդ այսքան խելք, եթե ունենա կհասկանա, չէ՞ ինչի համար են թուրքեր ու ադրբեջանցիները ուրախանում, որ Ծառուկյանին բռնել են։ Ընդ որում, այն Ծառուկյանին, ով մի բան բացահայտեմ, որ ավելի հասկանալի լինի հասկանալի։ Տեսեք, ընտրությունների նախընտրական փուլի մեկնարկից առաջ, հիշում եմ, պարոն Ծառուկյանը թիմը հավաքեց եւ շատ խիստ հանձնարարական դրեց, հանկարծ ոչ մեկի անձնականի մեջ չմտնենք, հանկարծ ոչ մեկին ուղիղ վիրավորանք չտաք, չի կարելի, բոլորն էլ հայ են, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ունենա, երբեք չմտնեք վիրավորանքների դաշտ։ 4-րդ ընտրությունները ինչ եղավ, հիշում եք, չէ՞ խոսքերը։ Եվ երբ որ մենք փորձում ենք այս ամենը հասկանալ, գալիս ենք մի հետևության, որ այո, Ծառուկյանի շուրջ գործը ինքը ցավոք այն պրոցեսների հակապետական, հակահայկական պրոցեսների տրամաբանական շարունակությունն է, որը գալու է անխուսափելի բոլորի տուն, ուղիղ կամ ուղղակի կամ անուղղակի։ Եթե մարդիկ աշխատանքից զրկվում են, իրենք չեն կարա, չէ՞, գնան օրինակ խանութ առևտուր անեն։ Իսկ խանութի տերը, ով օրինակ սատարում է իշխանություններին, դրանից տուժելու է, չէ՞։ Ստացվեց, որ ինքն էլ է տուժում։ Ումա ձեռնտու, կարեք ինձ բացատրեք, ումա ձեռնտու առհասարակ, որ օրինակ Հայաստանում աշխատանքից զրկվեն հազարավոր մարդիկ իրանց երեխեքին հավաքեն ու դուրս գան Հայաստանից, գնան։ Ումա ձեռնտու, բացի թուրքից, ադրբեջանցուց։ Ում կարող եք պատասխանել։ Կաթողիկոսի գործը։ Դուք հասկանում եք, որ մեր սերունդը, մենք ապրում ենք այնպիսի ամոթի իրավիճակում, որ երբ որ մտածում ես, ասում ես, ով կարար մտածել, որ կաթողիկոսին կարող է փորձեն դատել։ Ճիշտ է, դատավորը ինքնաբացարկ հայտարարեց, որոշեց չմտնի հայկական դասագրքեր, որպես կաթողիկոսին դատած դատավոր, ես հասկանում եմ այդ մարդը։ Հասկանում եք, որ տեսեք, Ծառուկյանի кейսը դա քաղաքական եւ տնտեսական кейսն է, այսինքն քայքայվում է Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ընդհանուր առման մթնոլորտը։ Հոգևորը դա կաթողիկոսի եւ հայ առաքելական եկեղեցու շուրջ գործընթացները սա էլ են փորձում քանդել։ Դրա հետ մեկտեղ տնտեսական գնացել են ԵԱՏՄ Հրղստանում։
Շո բաներ են խոսում, եսի ինչեր էին խոսում, հիշացնեմ, որ ընտրություններից առաջ խոստացել էր նույն Նիկոլ Փաշինյանը, որ դե Պուտին ընկերը սա կգնա մնդե հարցերը կլուծեմ, լուծեց հարցերը, թե առավոտից իրիկուն տեղեկատվական է բաներով, բրոսներով բան են անում, մարդկանց կերակրում են իբր պոզիտիվ տեղեկություններով, ու գիտեք, որ հասկանաք, հա, զավեշտ իրավիճակի կանգնում ասում են, ուռա, հուլիս ամսին 7000 տոննա օրինակ ծիրան է էքսպորտարվել, ուռա, սա որպես ձեռքբերում են ներկայացնում, մարդիկ ովքեր տեղյակ չեն, միգուցե ասեն, վաու, 7000 տոննա ծիրան են դուսանել, բայց անցած տարի նույն է ժամանակահատվածում 24-25000 տոննա ծիրան էր դուսել, 5 անգամ ընկավ էքսպորտը, տուրիստական հոսքերը 22%-ով պակասեցին, համատարած ուղակի, ժողովուրդ, չեք հավատում կամ ասում եք դե լավ ընդդիմադիր է քննադատում, նստեք ավտոները մի հատ գնացեք Արարատ, մի հատ Վեդի գնացեք, մի հատ Արտաշատի կոմի գյուղերը գնացեք, մի հատ իջեք մարդկանց հետ շփվեք, հələ տեսեք ընդ ինչ է կատարում։ Ժողովուրդ չեք հասկանում, քայքայվում է։ Համակարգը միտումնավոր քայքայում են, վերջում էլ կանգնում ասում են ուռա այսօր թրիփ ենք բանալը։ Ես չգիտեմ, Ալիևին են զանգում շնորհավորում, ինչի վրա եք ուրախանում։ Մինչև այսօրս անհասկանալի է թրիփը ինչ է իրանից ներկայացում, բացի ամպագորգոր հայտարարություններից ու եսիմ ինչից։ Ինչ է ինքը։ Եթե մենք իրար շնորհավորում ենք, որ միջանցքը ձևավորելու հաշվին իբր հասել ենք խաղաղության, դա գիտեք հավասարազոր է ինչի, որ մարդու ոտը ցավա ինքը դնի բենզապիլայով ոտը կտրի, հետո տնեցիկին ասի շնորհավորում եմ, ոտս էլ չի ցավում։ Որտեղ ոտ չունեմ։ Սա պատկերավոր օրինակ է, նույնը է սա։ Թրիփ են ուրախանում։ Ուրեմն Ժորժ ջան, քաղաքագիտական նոնսենս է, երբեք ոչ մի ճանապարհ չի եղել անվտանգության կամ խաղաղության երաշխիք։ Երբեք, եթե տենց ելներ Հորմուզի նեղոցի պահով ամերիկյան եւ իրանական պատերազմը չէր լինի։ Դա տգիտություն է ուղակի։ Ով դա պնդում է, ինքը ձեզ խափում է, ուղիղ նայում է ձեր աչքերի մեջ, ձեզ խափում է։ Խաղաղությունը հնարավոր է բալանսի, երբ որ դու բալանս ունես, երբ որ քեզ հարվածելը շատ թանկ է նստում հարվածողի վրա։ Իսկ մենք ինչ ենք անում։ Ասում ենք ինչ կա, չկա, կարևորը պատերազմ չլինի։ Լինելու է, ալճիշտ ինքը ընթանում է, միգուցե առանց զոհերի, առայժմ առանց զոհերի։ Բայց հասկանում եք, որ թուլանում է համակարգը, թրիփ են իրար շնորհավորում, միջանցք են, բացե թրիփ են շնորհավորում, ուռա, ինչն եք շնորհավորում իրար, ԵԱՏՄ-ի հետ հարցերը, ինչ են անելու այդ գյուղացիները, մենք դիվերսիֆիկացնում ենք մեր հարաբերությունները, ասես բաներ է խոսում, ինչով ես դիվերսիֆիկացնում, նրանով, որ 100 հազարավոր մարդկանց զրկեցիր ապրելու հնարավորությունից, որ հացին կակա են ասում, հա, ինչի համար ձեր սիրված եվրոպացիները չեն գալի ասում, ախպեր 1 միլիարդ 200 միլիոն դոլարի ապրանք, հա, Ռուսաստանը չվերցում, արքես փողը առնում եմ, ինչի չեն անում, չեք մտածել։ Իսկ միգուցե իրանց էլ է ձեռնտու, որ հայա թափվի Հայաստանը, որին գումարվում է հոգևոր, հա, դասի ուղղությամբ այն լկտիությունը, որը մենք տեսնում ենք Հոսքը կաթողիկոսի դատավորության մասին, քաղաքական, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ Անդրանիկ Թևանյան, Արեգնաս Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Արմեն Աշոտյան, ներողություն, եթե ինչ-որ մեկին չեմ հիշատակել, Վահագն Չախալյան, հա, որ չգիտեմ, այդ տողն արդեն ոնց սովորություն է դարել, հա, շուտ տնային կալանք, հետո տանում են, բերում են եւ այլն։ Եվ հարյուրավոր մարդիկ, ում շինծու մեղադրանքներով այսօր քաղաքական առումով կտանքների եք ենթարկում։ Ժորժ ջան, տեսեք, այնինչ կատարվում է այսօր Հայաստանում, սկսած Ծառուկյանի քեյսից եւ վերջացած կաթողիկոսի թեմայով, ինքը ընդհանուր պրոցեսի մի մեծ կոմպլեքս է, որի հիմքում ընկած է Հայաստանի Հանրապետության գոյության դադարեցումը։ Եթե մենք դա չենք տեսնում, դա չի նշանակում, որ դա այդպես չի։ Եթե մենք դա չենք ընդունում, դա չի նշանակում, որ դա այդպես չի։ Սա նման է մի պատկերավոր իրավիճակի, եթե մարդ հիվանդացել է, բայց ինքը չի ընդունում, որ ինքը հիվանդ է, դրանից չի նշանակում, որ իր հիվանդությունը անցել է։ Չենք հասկանում դա։ Ի վերջո,
Պետք է վերջ տրվի, չէ, այդ ներհայկական, չգիտեմ, ատելությանը, ներհայկական այս աննորմալությանը, որը տեղի է ունենում։ Եվ ասեմ մի բան, այն մարդիկ, ովքեր իրենց երակները բացում են եւ այս դժբախտությունների վրա ուրախանում են կամ թութակի պես կրկնում են թրքամետ եւ հակահայկական նարատիվները, հա, որոնք այսօր օգտագործում են թե Գայիկ Ծառուկյանի, թե կաթողիկոսի, թե բոլոր քաղաքական պատճառով կտանքների եւ ձերբակալությունների ենթարկվածների, իմացեք առաջինը ձեր տուն է գալու այս արհավիրքի հետևանքները, մարդկանց լրիվ հիմարի տեղ են դրել, կարծում են մարդիկ չեն հասկանում, չէ, լավ էլ հասկանում են, ու սա է հույսը, որ իրականում մարդիկ հասկանում են, մեծամասնություն, ես եմ փոքր մնացած տենց յառի ֆանատների հայ իշխանության մասին, իրաց մասին չեմ խոսում, դա ուրիշ թեմա է։ Դադարենք ապրել պատրանքներով եւ խիզախություն ունենանք նայել իրականությանը։ Շնորհակալություն։